Զրուցում ենք Արցախի ազգային ժողովի պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ։ Հատկապես վերջին շրջանում մենք անընդհատ խոսում ենք արցախցիների սոցիալական բնակարանային խնդիրներից, ըստ էության այսօր Հայաստանի իշխանությունը հանձ չի առնում այդ խնդիրների լուծման համար։ Կխնդրեմ ասեք, այնուամենայնիվ, ի վերջո, այդ խնդիրները ինչպես պետք է լուծվեն եւ եթե դրա հասցեատերը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են, ինչու չեն կարողանում այդ խնդիրները լուծել։ Որևէ միտում կա, թե իսկապես այդ մարդիկ ներուժ չունեն ինչ-որ հարց լուծելու։ Ամբողջ խնդիրը նրանում է, թե այդ պահանջները ինչ ձևով են դրվում եւ ինչ ձևակերպում են ունենում։ Ձևակերպումը նախորդա մարտի 29-ին ընթരാճ այդ հանրահավաքի այնուհետև դիրքավորումը ըստ իս բավարար չէր եւ ըստ էության իր մեջ չէր պահանջում, չէր պարունակում են բոլոր ուղերձները, այն բոլոր պահանջները ու ցանկությունները, որը ուներ հանրությունը, այդ պարագայում Արցախյան։ Ինչու, որովհետև կազմակերպիչները, պատասխանատուները ի սկզբանե սխալվեցին եւ դիտարկեցին եւ ուղերձները հղեցին զուտ ձևակերպումներով, որ սա ոչ մի պահանջել չի, սա ընդամենը հումանիտար ըստ էության խնդրանք է եւ սոցիալական խնդրանք։ Իհարկե ընթացքում շատերի այդ մոտեցումը փոխվել է եւ իրականում իրենք գիտակցել են, որ իշխանությանը չի կարելի մոտենալ հույս ունենալով նրա խղճի կամ անխղճության վրա, նրա ցանկությունների կամ չունեցած ցանկությունների։ Մի խոսքով, իշխանությանը պետք է մոտենալ ըստ իրենց վարած քաղաքականության։ Այսինքն պետք է գիտակցել նախ, որ դա իշխանության քաղաքականությունն է եւ ծրագիրը, որը ինքը տանում է առաջ։ Իսկ այս իշխանությունների պարագայում հասկանալի է, Արցախը ոչնչացնողները, Արցախցուն ոչնչացման տանողները եւ ըստ էության ինքնասպանության կոչ անողները սեպտեմբերի 19-ին ընթരാճ 2023-ի իրենք բնական է ոչինչ նախ իրենց կամքով չէին անելու, որ Արցախցին ունենար Հայաստանում իրականում արժանապատիվ կեցության հնարավորություն մինչ իր վերադարձը, որովհետև այս իշխանությունները չեն դիտարկում արցախցիների վերադարձ եւ երկրորդ չեն դիտարկում արժանապատիվ կեցություն Հայաստանում։ Տիկին Հակոբյան, եւս մեկ հարց։ Այդ տեսակ բազմաթիվ բողոքի ակցիաներ են տեղի ունենում հենց արցախցիների կողմից։ Դրանցից մեկն էլ հենց այսօր է տեղի ունեցել, բայց մենք չենք տեսնում մեծաթիվ արցախցիների։ Պատճառը ո՞րն է։ Մարդիկ արդեն էլ հույս չունեն, հոգնել են, թե գուցե վախեցնում են իշխանությունները։ Ոչ։ Պատճառը այն է, որ այս տարատեսակ ակցիաների ինքում նաև եկեք չմոռանանք, ժողովուրդը այնպես չի, որ յուրաքանչյուրի կոչով կամ, չգիտեմ, հրահանգով պիտի դուրս գա ու կատարի յուրաքանչյուրի կոչն ու հրահանգը։ Նախ անձը, որը դա անում է, պիտի վստահություն վայելի, երկրորդը ժողովրդի իմաստուն է։ Ինչքան էլ ծայրահեղ վիճակում է գտնվում, ինքը իմաստուն է եւ հասկանում է ով ում կամ ինչ շահ է սպասարկում։ Դրանով պարագայում ժողովուրդը իր իմաստությունից բխող իր իմաստությունից ելնելով հասկանում է, որ սա իր շահը սպասարկող ուղղությունը չէ, որովհետև գոնե եկեք հիշենք մարտի 29-ի հանրահավաքին 10,000-ից ավել մարդիկ հավաքվել էին, որովհետև բոլորը դիտարկում էին արժանապատիվ կեցության հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունում մինչ Արցախ վերադարձը։ Եթե չկա այդ բաղադրիչը, դա վստահություն չի իր մեջ պարունակում արդեն։ Այդ նույն բանը սոցիալական ծրագրից խոսում են նաև Հայաստանի իշխանությունները ինտեգրվելուց, այստեղ լավ ապրելուց, խոսում են նաև Հայաստանի իշխանությունները, բայց խոսում են այդպես այն մարդիկ, ովքեր որպես ապրանք են տեսնում այսօր Արցախի ժողովրդին, որին ուղղակի կարելի է լռել, ցնել, գնել մի փոր հացի դիմաց եւ տարատեսակ գործիչներ դրանք կլինեն հանրային, քաղաքական, թե իշխանական, կարևոր չի, այն մարդիկ, որոնց
պահանջի մեջ չկա արժանապատիվ կեցության հնարավորություն մինչև վերադարձ Արցախ, այդ մարդիկ վստահություն չեն կարող ներշնչել որևէ մեկին։ Այն մարդիկ, ովքեր հայտարարում են, որ իրենց պահանջները քաղաքական որևէ ենթատեքստ չունեն, այդ մարդիկ չեն կարող վստահություն ունենալ։ Այդ մարդկանց հետևից ոչ ոք չի գնալու, որտեղ մենք բոլորը շատ լավ գիտենք, որ այն ինչ որ այսօր տեղի է ունենում արցախցիների հետ, դա քաղաքական ծրագիրն է այս իշխանությունների։ Եվ հետևաբար, գիտեք, անօթաչու սարքերի դեմ եղաններով չեն պայքարում։ Եթե այս իշխանությունը որոշել է, որ պիտի իր քաղաքական կուրսով վերացնի Արցախցուն, դու չես կարող գնալ եւ հումանիտար ինչ-որ ծրագրերի պահանջներ դնել։ Դա միամտություն է, դա մանիպուլյացիա է, դա հակառակը մարդկանց ավելի ապաթիկ վիճակի մեջ գցելու ծրագիր է, հակառակը պայքարի բոլոր այն ցանկությունները ոչնչացնելու համար է։ Հետևաբար մեկն էլ ես որպես Արցախից բռնի տեղահանված երբեք որևէ կոչով չեմ գնա զուտ սոցիալական ինչ-որ աջակցություն պահանջելու կամ գումար պահանջելու համար։ Այնտեղ պետք է հստակ այդ արժանապատիվ կեցության հնարավորության պահանջը դրվի մինչ Արցախ վերադարձը։ Եվ հետևաբար յուրաքանչյուրը ով նման նպատակ ունի, պետք է այդ առումով գոնե շատ անկեղծ լինի եւ մարդիկ դա տեսնեն ու հասկանան։ Ես կարծում եմ, որ սա է պատճառը, իսկ դա չի նշանակում, որ արցախցիները չունեն այսօր սոցիալական խնդիր, գոնե վերջին 10 օրվա ընթացքում իմ հանդիպումների ու շփումների արդյունքում ես արդեն հարյուրավոր դեպքեր եմ գրանցել, որ մարդկանց տներից արդեն դուրս են հրավիրում, նաև պայմանավորված են հանգամանքով, որ դադարեցվում է աջակցությունը, որը վերջին ամսը նույնիսկ հիմա շուտով հունիսը կվերջանա, մայիսին չեն ստացել մարդիկ, չի էլ լինելու, շատ տանտերեր արդեն նաև երևի թե ոգևորված Իրանում տեղի ունեցող իրադարձություններից եւ ակնկալելով ներհոսք հենց արցախցիներին հանում են բնակարաններից եւ սա ես էլի չեմ մեղադրում ոչ մեր հայրենակիցներին, ոչ էլ այդ տանտերերին։ Նման գործընթացները խղճի հիմքով չեն արվում։ Նման գործընթացը հստակ պետական մոտեցում է ունենում, որը այսօր չկա։ Եվ հետեւաբար պետք է ամեն ինչ ուղղված լինի այդ իշխանություններին, ամեն ինչ այնպիսի բուրըն ալիք պիտի լինի ճնշման, որ այդ քաղաքականությունը նախ վերանայվի։ Ոչ թե ընդհանրապես գնալ ու պահանջել, որ դիտեք, ինչ դուք պիտի սոցիալական աջակցությունը շարունակեք։ Ոչ, դա չկա իրենց նպատակներում եւ չի լինելու փաստ մեր արցախների իրավունքի պաշտպանության խորհրդի բազմաթիվ հանդիպումները, որտեղ ամեն անգամ արձանագրվել է այն հանգամանքը եւ հաստատական վստահաբար այդ իշխանությունները ասել են, որ որևէ այլ փոփոխություն քան այն կոսմետիկ փոփոխությունները, որ արվել են իբրև թե բնակարանային ապահովման ծրագրում, որևէ փոփոխություն չի արվելու ոչ մի պարագայում։ Այսինքն այս մարդիկ ուղղակի չեն դիտարկում արցախցիների արժանապատիվ կեցության հնարավորությունը Հայաստանում եւ ամեն բան անում են, որ արցախցին ուղղակի գնա այստեղից։